Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի գործարքին։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե չէր ցանկանա մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանից արտահանվող նավթի վրա, սակայն ստիպված կլինի գնալ այդ քայլին, եթե Պուտինը չհամաձայնի։ Ցանկանում եմ համոզվել, որ նա գործը մինչև վերջ կանի և կարծում եմ կանի, չեմ ուզում երկրորդային մաքսատուրքեր սահմանել նրա նավթի վրա, բայց կանեմ դա, եթե տեսնեմ, որ չի անում գործարքի իր մասը։ Երեկ էլ Թրամփն NBC News-ին ասել էր, թե իրեն շատ է զայրացրել Պուտինի հայտարարությունը, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն և երկրին անհրաժեշտ է դրսից կառավարվող ժամանակավոր կառավարություն, մինչև կանցկացվեն նոր ընտրություններ։ Ըստ նրա դա էլ ավելի կհետաձգի խաղաղությունը, քանի որ ստիպված կլինեն բանակցել նոր իշխանությունների հետ։ Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին դեռ 2024-ի գարնանը, սակայն ռազմական դրության պատճառով դրանք հետաձգվել են։ Էկոնոմիստը գրել էր, թե նախագահ Զելենսկին պատրաստվում է այս ամռանն ընտրություններ անցկացնել եւ արդեն դրանք նախապատրաստելու նպատակով նախագահի աշխատակազմում հանդիպում է անցկացվել։ Սակայն Գերագույն Ռադայի իշխող ժողովրդի ծառախմբակցության ղեկավար Դավիթ Արախամյան հերքել է դա։ Ոչ մի ընտրություն չի պատրաստվում, ոչ մի նախապատրաստություն չի արվում։ Խորհրդարանական բոլոր կուսակցություններն ու խմբակցությունները համաձայնել են, որ ընտրությունները պետք է տեղի ունենան ռազմական դրության վերացումից 6 ամիս հետո։ ԱՄՆ նախագահն այսօր եւս անդրադարձել է Ուկրաինայի հազվագյուտ հանածոների համատեղ օգտագործման գործարքին, ասելով, թե Զելենսկին փորձում է վերաբանակցել։ Մինչդեռ ավելի վաղ Զելենսկին էր ասել, որ ԱՄՆ-ն շարունակ փոխում է գործարքի պայմանները։ Լրատվամիջոցներն էլ գրել էին, որ գործարքի նոր տարբերակն ԱՄՆ-ին թույլ կտա գրեթե ամբողջությամբ վերահսկել ապագա բոլոր ներդրումներն Ուկրաինայի ենթակառուցվածքներում եւ հանքային ռեսուրսներում։ Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Մովչանն ասել է, որ նախագծի այս տարբերակով Ուկրաինան փաստացի ստրկության է վաճառվում։ Կարծում եմ, որ դա մի փոքր է ստրկությունից պակաս, եւս մի փոքր եւ դա ստրկություն է, այսինքն այնտեղ որոշ կետեր ոչ միայն վտանգավոր են, այլև սարսափելի։ Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Կրեմլը մեջբերում են բացահայտորեն ծաղրում է Պուտինի սանձազերծած պատերազմը կասեցնելու արևմուտքի փորձերը։ Նա կրկին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Тим більше зараз в Москві відверто знущаються з намагань партнерів просувати. Ռուսաստանը անօթաչուներով անընդհատ նոր հարվածներ է հասցնում, անընդհատ դաժան հրետակոծություններ են։ Միայն ճնշում գործադրելով պետք է դադարեցնել դա եւ Ռուսաստանին պարտադրել խաղաղություն։ Це треба припиняти і примушувати Росію до миру. Այս ֆոնին այսօր Կիև է այցելել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, որը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային հավելյալ 130 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կհատկացնի։ Իսկ ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուկրաինան հայտարարել է, որ գիշերը ռուսական զինուժը կիրառել է միայն հրթիռներ, անօթաչուներով զանգվածային հարվածներ չեն եղել։ Առաջին անգամ այս տարվա ընթացքում Ռուսաստանն էլ հայտարարել է, որ Դոնեցկում ուկրաինական կողմի հարվածի տակ է հայտնվել ավտոբուս, կա 16 տուժած։ Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է նաև իր էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար։